Բարը բոլորին Այրջան, ես Անդրանիկն եմ, դուք գտնվում եք Crypto.am YouTube անալիքում։ Սա իմ առաջին մեծ վիդեոն է Այրջան, մինչև այս ես նկարում էի շորթեր TikTok-ում, վարում էի Telegram-յան ալիք, ձեր իսկ խնդրանքով, ձեր իսկ պահանջարկով ստեղծել եմ այս YouTube-յան ալիքը, որտեղ մենք կքննարկենք կրիպտո թեմատիկան, ամբողջ Web3-ը սկսած trading-ից մինչև նույնիսկ NFT-ներ, բոլոր թեմաներով վիդեոներ լինելու են, այնպես որ սա առաջին վիդեոն է, լայքերով ու բաժանորդագրություններով ապահովում եք այս վիդեոն, որպեսզի ես ավելի ոգևորվում ու ավելի լավ սիրուն մեծ վիդեոներ ստեղծեմ։ Այս վիդեոն ընդհանուր առմամբ անոնս է իրանից ներկայացնում, որ ես սկսել եմ էս ենք անելու, այն ենք անելու, ցույց եմ տալու թե որ բիրժայում եմ ես աշխատում, ինչու եմ այդ բիրժայում աշխատում, նաև ուզում եմ ձեզ ցույց տամ սկրիպտը, որը մենք գրել ենք TradingView-ի համար, որը շուտով պատրաստում ենք վաճառել կամ շատ մարդկանց նվեր ենք տալու, պայմանները ես կասեմ։ Սկսենք բորսայից, բիրժայից։ Ես trade եմ անում միայն Binance-ում, ինչու համար, որովհետև նա վարկանիշով ամենաբարձրն է, 1, իսկ երկրորդը լիկվիդայնության խնդիր չկա։ Երրորդը կարող եմ նշել, որ ինչքան էլ ամեն ինչ լավ է գնում, լինում են խնդիրներ ու այդ խնդիրների համար կա պատժ կա, տեղ պատժ կա։ Այդ տեղ պատժկան Binance-ին է ամենալավն է աշխատում, ամենաարագն եմ պատասխանում ու խնդիր չի լինում, որ լուծում չստանա։ Չորրորդը, եթե դուք նույնիսկ ստացել եք, եթե կեղտոտ գումար, կրիպտո, ինչ որ տենց դուք պարզավոր մեղավոր չեք, բայց ձեզ ուղարկել են վատ կրիպտո, 30 օր ժամանակ է տալիս Binance-ը, որ դուք այդ գումարը հանեք իր ցանցից, ասում է, օքեյ, գողացած փողը, չգիտեմ, կեղտոտ փողը, քոնն էլ չի, իմն էլ չի, հանի, իմ մոտ չես կարա ծախես, ակաունտը չենք փակում, չենք բանանում, բայց քեզ ժամանակ ենք տալիս այս գումարը մեր մոտից հանի։ Շատ պլյուսներ կա Binance-ի հետ կապված։ Ու այս վերջերս նույնիսկ երկրորդ տեղը համարվող են մեծ բիրժաներից Bybit-ը ջարդել են, Bitget-ն էլ են ջարդել, Mex-ը շատ լավ բիրժա է, ես սիրում եմ կոմիսիաները ամենաքիչն է futuresների մեջ շատ լավն է, բայց որպես mass adoption ես խորհուրդ չեմ տա մեծ գումարներ մանավանդ պահել այդ երրորդ սորտի բիրժաներում չէ, հաստատ ամենալավը Binance-ն է։ Իսկ ովքեր որ գրանցված չեն Binance-ում կամ որևէ բիրժայում, բայց ուզում են մտնել կրիպտո առույթների թեմաների մեջ, ես խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել Binance, այս վիդեոյի տակի հղումով եթե բաժանորդագրվեք ու դառնաք ինձ ռեֆերալ, կստանաք ցմահ 10% կոմիսիա ձեր կոմիսիայի վերադարձ ձեր տված կոմիսիաներից, դա ինչ է, եկեք ցույց տամ։ Ուրեմն սա ինտերֆեյսն է բիրժայի, futuresների, ինչ ենք տեսնում այստեղ, տեսնում ենք կոնկրետ գործիք, օրինակ իմ մոտ Notcoin-ն է այս բան բացած, բայց կարող եք յուրաքանչյուրը ընտրել, այս հատվածում տեսնում ենք նրա գինը, թե ինչ գին է եղել մաքսիմումը 24 ժամվա ընթացքում ու մինիմումը, ինչքան գումարի, ինչքան դոլարի է շրջանառություն եղել 24 ժամվա ընթացքում, այս ամեն ինչը շատ կարևոր է, որովհետև այդ ամեն ինչը հիմք վերցնելով ենք, մենք ընտրելու սա ձեռք է տալիս մեզ trade անելու համար, թե չէ, ինչ ռիսկայնությամբ կարելի է մտնել այս ակտիվի մեջ կամ չի կարելի ընդհանրապես մտնել։ Ներքևի հատվածում տեսնում ենք արդեն մեր избранный, կներեք որ մեկ-մեկ ռուսերեն բառեր եմ ասում կամ անգլերեն, ուղղակի այս թեման ես էլ սովորելուց չկա, դրա հայերեն թարգմանությունը չկա, կամ էլ եթե թարգմանում ես մի քիչ տենց աղավաղված է ստացվում, դրա համար ավելի լավ կլինի ոնց որ ես գիտեմ այդ ձևով ասեմ, եթե թարգմանության խնդիր կա, կարող եք ինձ ուղղել կոմենտարիաներում, ես կփորձեմ հաջորդ վիդեոներին ավելի հայացի, հայերեն ասել։ Ուրեմն յուրաքանչյուր ակտիվի կողքը տեսնում ենք այսպիսի աստղ, այդ աստղի վրա սխմելուց հետո այդ ակտիվը ընկնում է մեր избранныйների մեջ։ Այս ձախ հատվածում մենք տեսնում ենք գործիքներ, որոնք մեզ օգնում են տեխնիկական անալիզի համար։ Առաջինը դա սովորական մուտնիկի ձևն է, թե կետի կա, թե ինքը ինչ ձև է, ես համարյա բոլորը օգտագործում եմ ստանդարտ ձևերով։ Սա արդեն հորիզոնական լինիաներն է, գծերն է,
ինչ-որ trend line գծելու համար, տրենդային գիծ գծելու համար ու իր տարատեսակ վարիացիաները trading անելուց, արդեն գրաֆիկ անալիզ անելուց ես կասեմ, որոնք են շատ օգտագործվողները, որոնք պետք չեն ընդհանրապես։ Ասեմ, որ ամեն մի բաժնից օգտվելու եք 1 կամ 2, մաքսիմում 3 գործիք, այն մնացածը տենց ոչ մեկ չի օգտագործում կամ օգտագործում են եզակիները։ Մարդիկ կան, որ ունեն կոնկրետ տենց գործիք, որ մենակ իրանք են օգտագործում, բայց հիմնականները ես բոլոր իր օգտվելու ձևերով կսովորացնեմ։ Շատ լավ գործիք է, օրինակ սա Fibonacci-ի կառեկցիոնի գործիքն է, որը հիմնականում մեծ աբյոմով ակտիվների վրա ցույց է տալիս, թե մինչև որտեղ կարող կառեկցիա լինի կամ մինչև ուր կարող հասնի, երբ որ իմպուլս է լինում ու ներքև է գալի, որ կետից կարող եք միանալ այդ իմպուլսին, եթե թրենդը, ասենք, աճող է կամ իջնող է, ինքը շատ լավ է, բայց այս գործիքի հետ կապված Fibonacci-ի այս թրենդային գիծ գծող հետաքրքիր գործիքի մասին առանձին էլի վիդեո լինելու, sense մի վիդեոում չեմ կարող շատ կոնկրետ բաներ ասեմ կոնկրետ գործիքների որով։ Մյուսը դա բրաշն է, հիմնականում ինձ է պետք գալու ինչ-որ բան նկարելու, գծելու, ցույց տալու համար, նաև ստրելկաներ, ինչ-որ հետաքրքիր գործիքներ, բայց հիմնականում չեք օգտագործելու թրեյդինգի մեջ։ Տեքստն է, սմայլիկն է ու այս գործիքն է շատ լավը, շատ հետաքրքիր, որը շատ եք օգտագործելու, լինեյկա, հա, հայերեն չգիտեմ էլի, մի խոսքով չափիչ է, իր կնոպկան գարիա չկլավիշը, դա shift-ն է, shift-ով դուք ընտրում եք, տեսնում եք, թե քանի տոկոս աճա այս կետից այն կետը, օրինակի համար։ Հիմա ես կարող է ձեր համար, եթե դուք լրիվ նորեկ եք, շատ բարդ է երևում շատ բան, բայց հետո կոպիտ ասած մեքենա քշելու պես բան է, սա անհասկանալի կնոպկաներ է, բայց հետո նստում ես ծխելով, ասենք քշում ես, այդ հենց հանգիստ հասկանալու եք այս ամեն ինչը։ Սկիզբը բարդ է, հետո գնալով արդեն դուք եք այս սլենգներով խոսալու։ Աջ հատվածում տեսնում ենք մեր բալանսը, կրեդիտնի պլիչոյասա կոչվում, թե մեր ունեցած գումարը քանի անգամ կարող ենք բազմապատկել ու մտնել գործարքի մեջ։ Դա հիմնականում օգտագործում են նրա համար, որ դուք օրինակի համար ունեք $100, այդ $100-ի $100 ուզում եք մտնեք օրինակի համար $500 գործարքի մեջ, բազմապատկած 5-ով, այսինքն ինքը 5 անգամ շատացնելու է ձեր պրոֆիտը, եթե դուք ճիշտ գործարք անեք, բայց ռիսկերն են 5 անգամ շատանալու։ Դրա համար մինչև 20x դրանց ավել ես չեմ օգտագործում, դա այն տրեյդինգի համար, որը համապատասխանում է իմ ստրատեգիային։ Ստրատեգիաներ մի քանի տեսակ կան, կախված է թե ինչ ժամկետով եք դուք մտնում գործարքի մեջ ու ինչ ակտիվ եք տրեյդինգ անում։ Այդ ամեն ինչը մենք մաս առ մաս կանցնենք, կհասկանանք։